Սա ձեր ընտանեկան լուսանկարն է, պարոն Փաշինյան, դուք եք Աշոտն է, Մարիամը, ձեր նախկին կինը, մի խոսքով բոլորով եք Արցախում։ Դուք այս նկարը հրապարակել եք Արցախի անկախության օրը ու գրել եք, որ դա մեր համար պատմական օր է, ազատ Արցախ, մեծատառելով։ Ու ճիշտ եք արել, որովհետև երբ որ դուք եկաք իշխանության, մենք ունեինք այս սա։ Արցախն էլ հետը։ Հետո այս մասը այս հենց կտրեցի, ասեցիք դե այս մասը մերը չի, այս մասը Ադրբեջանինն է։ Երեկ էլ Պուտինին ասում եք, որ ինքն է Ադրբեջանի տվել։ Այս մասը թողեցիք։ Հիմա դուք շրջում եք տարբեր դռնեդուր մարզերով, այս սրանով, մեզ էլ ասում եք Արցախի անունը հանկարծ չտակ, ով Արցախի անունը տվեց ինքը սադրիչ է, ինքը պատերազմի հրահրող է։ Ու Ալեն Սիմոնյանն էլ ասում է, ինչ է ուզում եք հարձակվեն մեր վրա, Երևանից մի հատ ուճուրիկ բան թողեն, մեզ բոլորիս արգելում եք Արցախի անունը տալ, ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիևը ձեզանից գոհ լինի։ Ու հատուկ Ալիևի համար դուք ունեք հետևյալ վիդեոն։ Ես հիմա միացնեմ այդ վիդեոն կարճել։ Մեր սահմանը էսա, տեղ գյուղից են կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ Սա դուք եք ասել։ Բայց մարդես կարող է Ալիևի մատը կպնի, մի հատ ուրիշ վիդեո միացնի ու շատ անհարմար բան ստացվի, խայտարակ ունենք, օրինակ այս վիդեոն։ Տեղից հետո կարճ ասած Արցախի Հանրապետությունն է։ Կարծիքով տեղ գյուղը խորհրդանշում է Հայաստանի եւ Արցախի միասնությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը։ Տեղից հետո այս երկու վիդեոների մեջ տարբերությունը մի քանի ամսվա է, պարոն Փաշինյան։ Հիմա հարց, եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը լրիվ հակառակ բանն եք ասում, ո՞նց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը, արդեն ոչ թե սրանով դուք կշրջեք, այլ այստեղից, ասենք, այս Սյունիքի հատվածը այսպես կտրած կլինի, այստեղ Գեղարքունիքի մարզը կտրած կլինի, Սևանա լիճը արդեն տված կլինի Ալիևին, այսպես sense պատրած կլինի, ու այս հրաշած արդեն քարտեզ այսպես կդնեք դոշին, ու կասեք դե ժողովուրդ ջան, այս 16000 քառակուսին է մերը, դրանից ավել մենք չունենք։